Տուբերկուլյոզը ինֆեկցիոն հիվանդություն է, բավականին տարածված է, իսկ տարածման ճանապարհը օդակաթի լայնն է։ Սակայն ինչպես շատ հայտնի է տուբերկուլյոզը որպես վախենալու հիվանդություն, տուբերկուլյոզով վարակվելու համար պետք է բավականին սերտ եւ երկար կոնտակտ, այսինքն շատ կարճ ժամանակահատվածում շփման ընթացքում գրեթե չի լինում վարակվածություն, բայց քանի որ տուբերկուլյոզը հանդիսանում է գլոբալ բեռ, շատ կարևոր է շեշտել մի հանգամանք, որ տուբերկուլյոզը ներկայումս համարվում է բուժվող հիվանդություն, եթե պահպանվի որոշակի կարևոր հանգամանքներ։ Այդ հանգամանքներից կարևորագույնը բժշկուհին է շեշտում վաղ հայտնաբերումն է, ապա պետք է շուտ սկսել բուժումն ու իրականացնել առանց ընդհատումների։ Տուբերկուլյոզը շատ ավելի հեշտ է ենթարկվում բուժման, եթե այն հայտնաբերվում է վաղ փուլում, երբ չկա պրոցեսի տարածում կամ երբ պրոցեսը լոկալ է, բայց չունի դեռևս բարդություններ։ Եվ ավելի լավ է տարվում հիվանդի կողմից, քանի որ ամեն դեպքում դեղորայքային բուժումը երկար է եւ ունի կողմնակի էֆեկտներ եւ այլն։ Այդ իսկ պատճառով կուզենամ առանձնահատուկ ընդգծել ընտանեկան բժիշկների, թերապևտների, առաջնային օղակի մասնագետների կարևորությունը այս դերում տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման դերում։ Վաղ հայտնաբերման համար էլ կիրառվում է ICRA թեստը, որն այժմ հասանելի է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բոլոր մասնաճյուղերում։ Ամբողջ աշխարհում համարվում է տուբերկուլյոզի, թաքնված տուբերկուլյոզի բացահայտման ոսկե ստանդարտ տեստ։ Նախկինում այն կար միայն մեկ մասնաճյուղում։ 2024-ին թեստը հանձնած 212 քաղաքացիներից 43-ի մոտ հայտնաբերվել է հիվանդությունը, 2025-ին 176-ից 36-ի մոտ։ ICRA տեստը շատ են օգտագործում ռևմատոլոգիական խնդիրների ժամանակ, ռևմատոիդ արթրիտների, համակարգային կարմիր գայլախտի, վասկուլիտների ժամանակ, նյարդաբանական խնդիր ունեցողների ժամանակ, օրինակ ցրված սկլերոզի, գաստրոենտերոլոգիական խնդիրների ժամանակ, օրինակ կրիոնի հիվանդության ժամանակ, ինչպես նաև մաշկային խնդիրների ժամանակ, այսինքն ինքը, այսպես ասած, օգնություն է բոլոր բժիշկներին, որպեսզի կարողանան վաղ ախտորոշում եւ իրենց բուժումը ճիշտ ընթացքով տանեն։ Մինչև հետազոտությունն անցնելը մի քանի կանոն կա ճշգրիտ արդյունք ստանալու համար։ Առնված են 8 ժամ առաջ ալկոհոլ չօգտագործել, ֆիզիկական ծանրաբեռնվածություն չունենալ եւ սննդի ընդունումը բացառել, ինչպես նաեւ շատ կարեւոր է ICRA տեստի պարագայում նշել, որ վերջի 48 ժամը պետք է պացիենտը բարձր ջերմություն չունենա, այսինքն 38 եւ ավել ջերմություն չունենա։ Ամենահաճախը այս հիվանդությունը ախտահարում է թոքերը, սակայն միայն դրանով չի սահմանափակվում։ Թեորետիկ այն կարող է ընդգրկել ցանկացած օրգան, սկսած աչքից, մաշկից, վերջացած սեռական տուբերկուլյոզով գենիտալ, երիկամներից, լյարդով եւ ամբողջ օրգանիզմը կարող է ախտարել։ Մասնագետները կրկին շեշտում են, հիվանդությունը բուժվում է, սակայն վաղ հայտնաբերման դեպքում անհամեմատ ավելի հեշտ։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։